Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 25-ն է, խոստացեք, որ այս հաղորդումը նայել եք մինչև վերջ։ Դեռ չգիտեմ նույնիսկ ինչից սկսել, թերևս ամենակարևորից, ասենք աղետին։ Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամկետներից այդպես էլ չխոսեց, միայն ասաց նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։ Երեկ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ուղերձ չհղեց։ Անցած տարի օրինակ, չնայած առավելապես փաստաթղթի իր կարծիքով խնդրահարույց ձևակերպումներից էր խոսել, բայց հղել էր։ նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը։ Ոնց են շան պես վախում Ղարաբաղի շարժումից։ Այս տխմարին թվում է թե իրոք ինքը որոշեց չշարունակի Ղարաբաղի շարժումը փակված է։ Կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը։ Իսկ մենք խաղաղություն երբ ենք ընկել, որ կոնֆլիկտ լինելու է, քանի դեռ չկա արդարություն։ Փոխացեք տխմարին։ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հռչակագրի ձևակերպումները տարածքային պահանջ է համարում։ Դրանք սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է։ Իհարկե, որպես այդպես ողոձ է Ալիևը հայտարարել է ապրիլի 24-ին, ոչ ավելի ոչ պակաս, գիտի ամենացավոտ օրը, որտեղ խփի, ու գիտի, որ դա իրականացնող ունի, չէ՞ որ իրենց ագենտին վերջապես, հազարավոր անմեղսունակների ճափողությունների տակ, երրորդ անգամ հաստատեցին վարչապետի աթոռը, այսօր 8 տարի ինչ ավիրել է, բավական չէ, երրորդ անգամ նստացին վարչապետի աթոռը։ Մինչ ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելով քաղաքացիական պայմանագիրը ադրբեջանական պահանջներն է կատարում, վարչապետ Փաշինյանը հայտարարում է նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան է։ Նաև մայր օրենքը փոխելու համար էր քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում ձգտում ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Չնայած չի ստացել ու նախագիծը հանրաքվեի հասցնելու հեռանկարը բարդացել է, բայց հայտարարում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին։ Գլուխը պատին ես տվե, քո օգտին ոչ մեկ չի քվեարկել, դու ձայնագողությամբ, դու մարդկանց ահաբեկելով, կաշառելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով, պատերազմի սպառնալիքներով կարողացել ես ձայն կեղեքել, օգտագործելով ամբողջ ոստիկանական համակարգը, որ այսօր ծեծահոտում արդարացիորեն, օգտագործելով ամբողջ վարչական ռեսուրսը, որ ինքն էլ իր հերթին ծեծ ուտելու եւ ուտում արդեն տեղ-տեղ, դու ինչ քեզով է ձայն տվել։ Որովհետև նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։ Եվ դու չունես 50+1%, այսօր գնա քնի։ Այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ եւ ազատ կամ արտահայտմամբ ընդունված սահմանադրություն ունենալ։ Դու ինչ կապ ունես։ Դու ինչ կապ ունես։ Դու նույնիսկ լեգիտիմ ընտրված վարչապետ չես։ Դու ինչ կապ ունես լեգիտիմ սահմանադրություն ունենալով։ Ես ասում եմ, իմ փոխարեն այսօր այս գեղեցկին թող խոսայր։ Ես հենց եմ ուրախանում, որ ես կարողանում եմ խոսք զիջել։ Համախոհները շատանում են, ասենք։ Դիտելով կցված նկարին, դուք կենթադրեք, թե իբր ես ակնարկում եմ, որ այն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նկարն է։ Ոչ, դուք սխալվում եք։ Սա այն մարդկանց հավաքական կերպարն է եւ հավաքական ընտանիքի մոդելն է, որը ունի ոչ մի բարոյահոգեբանական արժեհամակարգ, ոչ մի սրբություն, ոչ մի մարդկային նորմալ ստանդարտներ եւ իր կյանքի միակ նպատակն է ворգրամոլությունը եւ կենակցելը։ Մեկ բառով ասած, Նիկոլին սատարող ընտանիքի հավաքական կերպարն է։
Ես այսօր ուզում եմ անդրադառնալ մի չափազանց կարևոր թեմայի՝ անկախության հռչակագրի, որը Նիկոլ Փաշինյանը ամեն օր տարիներ շարունակ մատուցում է բոլորիս, նստել է մարդկանց ականջին, դարձնելով հասարակ, տրորված, սովորական մի պրիմիտիվ թեմա, որը պետք է արագ լուծվի, ու դուք այսօր կտեսնեք, ինչ սարսափելի փաստի առաջ ենք մենք կանգնելու։ Ու նայելով այս մարդկանց կենթանական բնազդներով առաջնորդվող իրանց այդ դեմքերին, իրենց այդ միաբջիջ, իրենց այդ դատարկ այստեղ որ հոգի գոյություն չունի, ոչ մի բարոյական նորմ գոյություն չունի, կյանքի նպատակն է ворգրամոլություն եւ կենակցել, ու այդ մարդիկ ձեր կարծիքով պետքա նստեն ու լսեն, որ դուք ասում եք ինչի չեք անդրադառնում այդ կարևոր հարցերին։ Ուրեմն այսպես, ինչ է Իրանից ենթադրում անկախության հռչակագիրը պարզ հասանելի լեզվով։ Հայկական ԽՍՀ-ն դարձավ Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան է, ունի իր սեփական դրոշը, գերբը եւ հիմնը։ Պետականության կրողը հայ ժողովուրդն է։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող բնակվող մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար ստեղծվեց բանակ։ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, ընդերքը, օգտակար հանածոները, օդային տարածքը, հողը, դրանք պատկանում են հայ ժողովրդին եւ դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության։ Ամենակարևոր հարցերից մեկը։ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում ցեղասպանության ճանաչման գործին։ Պատկերացրեք, ձեր դիմացի հարևանը դաժան է, ստախոս, ուրիշի պատմությունը իրենով անող, մարդասպան, գալիս է ձեզ եւ ասում է. ճիշտը տան դուռը բաց պահելն է, կողպեքը հանի ու մի փակի, ճիշտը դա է, դա ձեր շահերից է բխում։ Ինչ կմտածեք, նա իսկապես մտածում է ձեր մասին, թե ուզում է որ դու տանդ կողպեքը հանես, որ ինքը յուրաքանչյուր պահի մտնի ու թալանի քո բնակարանը։ Հիմա նույն բանն է։ Ադրբեջանի հրահանգով Նիկոլ Փաշինյանը ուզում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջից հանի անկախության հռչակագիրը։ Կոպիտ բացատրում եմ, ինչու, որովհետև երբ Հայաստանի Հանրապետությունը երրորդ, որը մենք ունենք, լուծարվեց, այս տարածքը այլևս համարվում է ոչ ոքի չպատկանող անտեր տարածք եւ թշնամին կարող է այն զավթել յուրաքանչյուր պահի առանց դառնալու կոչվելու ագրեսոր։ Բանակը այլևս չի կարող իրականացնել իր ֆունկցիաները, այսինքն ապահովել ժողովրդի եւ պետության անվտանգությունը։ Մենք հրաժարվում ենք ցեղասպանության ճանաչման հարցից, որպեսզի ինչ անենք, ընդգծենք մեր անարժեքությունը, անինքնասիրությունը, մեր անթասիբությունը, Անասուն լինելու հանգամանք։ Ընդհանրեն։ Հետաքրքիր է գիտեք ինչ է որ ամբողջ պարլամենտում Ադրբեջանի անկախության հռչակագրից խոսացող չկա։ Չխոսում նաև այնտեղ նստած իրենց ընդդիմություն կոչող երևույթները։ Չեն խոսում։ Ինչի այսօր մենք հասկանալու ենք։ Հա, շատ հետաքրքիր է լինելու։ Շատ։ Ես ինքս եմ շոկի մեջ, ես վստահ եմ նույնն է ձեզ սպասվում։ Սա իր հեղինակած նոր սահմանադրության նախագիծը դնելու հանրաքվեի մարտավարությունը ամիսներ շարունակ չեն բացահայտում։ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում այն անկլավները, որոնց մասին ասել եմ։ Անկլավ էքսկլավների թեմային ընդդիմադիրներն անդրադարձան։ Բայց մի բան ասեմ ձեզ։ Այս թիվը միշտ կրկնել է։ Չէ ինքը նույն թիվն է ասել։ Ընդ որում այդ ասելու ժամանակ ասում է անկլավ չկա, այտենց բան չկա, այտենց իրավական եզրույթ չկա, բայց նույն թիվն էր ասում։ Նույն թիվն էր ասում։ Հիմա ասում է դրանք Հայաստանը չեն։ Անցած շաբաթ խոսելով Տիգրան մասին Փաշինյանը դրա ադրբեջանական քյարքի անունն էր օգտագործել։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրան Արարատի մարզի բնակավայր է։ Վարչապետը սակայն շարունակեց քյարքի ասել, չնայած վստահեցնում էր, թե դրա վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն Բաքվի հետ չկա։ Մեր խնդրումը գիտեք որն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք դավալու։ Այդ դու ես ասում հայվան, մեզանից ոչ մեկ դավալու չի ասում։ Եթե մեկն էլ ասող կա, քոնման հայվան պետք է լինի, մենք դες ոչ չենք ասում։ Մենք թուրքական անուններ չենք օգտագործում։ Հայաստանում մի հոգի կա, որ հայկական տարածքները թուրքական անուններ է կոչում, դա դու ես։ Մեկ էլ թուրքեն Ադրբեջանում։ Հիմա իր դավաճանությունը ապահովելու, ապացուցելու համար պետք է ասի, դուք Արարատին դավալու եք ասում։ Ես Հայաստանում քանի հոգի գիտեր, որ
թուրքերն անուն դեղերը դավալու։ Այդ դու ես ասում, այսինքն քո նման թուրքեր Հայաստանում։ Իսկ քարքին ասում ենք Տիգրանաշեն։ Հայ-ադրբեջանական մասնակի սահմանազատումը անակնկալ սկսեց ու 2 տարուց ավելի է երկու երկրների մոտ 1000 կիլոմետրանոց սահմանից միայն 12 կիլոմետրն է սահմանազատվել Տավուշ-Ղազախ հատվածում։ Այդ ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց 90-ականների պատերազմից հետո Հայաստանին անցած նախկինում ադրբեջանական 4 գյուղեր։ Դեռ մի քանի ամիս առաջ Փաշինյանը հստակ դիրքորոշում չէր հայտնել անկլավների փոխանակմանն է կողմ, թե եղած իրավիճակը պահպանելուն։ Կարևոր չի ինքը ինչ է ասում, բոլորին կարևոր չի, ես խոսքային արհամարանք ունեմ, բոլոր նրանց նկատմամբ, որ մտածում են Փաշինյան Նիկոլը մի բան ասեց ու դա անելու է, այսօր դրանց մասին խոսելու ենք, խոսքային, որովհետև կարելի է adekvat մարդուն մեկ անգամ խապել, երկրորդ անգամ եթե մարդուն խապում են, նա ուրեմն կատարյալ միամիտ, ասենք, միամիտ, այնքան միամիտ, որ ասենք ինքը չի հասկանում, էլ ասենք, աջ ձեռով պետք է ականջը կորի աջ, թե ձախ։ Երրորդ անգամ որ իրան խափում են, ինքը ոչ թե այդքան միամիտ է, ոչ չգիտի որ ձեռով կորի, ինքը ուղղակի վտանգավոր է հասարակության համար։ Եվ քանի որ Փաշինյան Նիկոլը օրեկան ռեժիմով արդեն 8 տարի է խափում է, ես Փաշինյան Նիկոլի խոսքերին հավատացողների նկատմամբ խորքային արհամարանք ունեմ։ Ու բոլոր նրանք ովքեր ցիտում են, որ սա ինչ որ մի բան է ասել, ընդհանրապես երբևէ, հա։ Եվ այսպես, Անդրանիկ Զատեկյանն է ասում, նա կարծենք հետաքրքիր բաներ ասում է։ Ասում է 26 թվականի ընտրությունները տեղ ունեցել ՀՀ երրորդ հանրապետությունում դրա սահմանության եւ օրենքների համապատասխան։ Եթե ենթադրում է, որ նոր սահմանությունը պետք է լինի 4-րդ հանրապետության իրավական ֆիքսումը, ապա քանի դեռ հանրակրվեում այոն չի հաղթել, 4-րդ հանրապետության խոսելն անիմաստ է, ավելին այդ հանրակրվեն առանց սահմանադրական կարգը խախտելու չի կարող տեղի ունենալ, վերջը 2/3-ի բացակայության պատճառով։ Իսկ այս տխմարը, քանի որ ինքը կատարյալ, ինքը տխմար չի, վտանգավոր է, գիտեք ինչով, իր սրիկայությամբ ու հակադարձով չկա, իր անսահման որևէ սահման չունեցող լկտիությամբ ու ցինիկությամբ կարող է հայտարարի սենց վերջ այսօրվանից 4-րդ հանրապետությունն է ու այդ նախիդը կրկնելու է ոնց վարչապետն ասում Նիկոլն ասել այսօրվա 4-րդ հանրապետություն բա Նիկոլն ասել է իրանց համար մեկ է դա օրենքով ինքը կարող հայտարարել չէ կարող հայտարարել հա մա բարձ մարդը ասում է դու չես կարող դա անես որտեղ չունես 2/3-ը հիմա քո խոստացած պատերազմին ենք սպասում դու խոստացել ես սեպտեմբերի արժանահեղ պատերազմ սպասում եք այդ պատերազմին մենակ այդ պայմաններում է հնարավոր հա քո ասած սահմանադրական փոփոխությունները իսկ քանի դա չի եղել ես հիմա ուզում եմ անդրադառնամ այս ճակերտավոր ընդդիմությանը ես ես այդ ժամանակ էի տվել չէ 3 շարաչորը որ Նիկոլ Փաշինյանը բացել է Պանդորայի աչքերը բացել այն որ բաղանից ոսկեպար հանձնեց հիմա հանձնում է Տիգրանաշենը այսինքն վաղը ինքնասելու է ես չգիտեմ Ալիևը էլ ինչա ուզում ցանց բերելու եմ այդ քարտեզ ասի Ալիևն էսել է ուզում ոչ տանք պատերազմը լինել եւ այս հարցի լուծումը պետք ինքը ստիպում է մեզ բոլորիս տեղից շարժվել օրինակ իմ նման մարդկանց նույնիսկ ես որ ընդհանրապես պիտի գործ ունենայի սրա հետ ստիպում է իմ նման մարդկանց առավել եւս այնտեղ խորհրդարանում են հպարտ այն բանի կողքը նստած Արամ Վարդեվանյանին որ ինքը հասկանա այդ ինչի անդեն նստած եւ հիմա ինքը ինչ պետք է անի ես ասեմ ինչ եմ արել ամբողջ օրը ես իմ բոլոր հնարավոր ծանոթություններին ուղիղ միջնորդավորված բոլոր հնարավոր կապերին օգտագործել եմ հասկանալ համար որ ճանապարհով ենք գնում որպեսզի հասնենք միջազգային դատարանի այն որոշումին որտեղ հնարավոր է ստանանք մենք պատասխան որտեղ է անցնում Հայաստանի Հանրապետության սահմանները ես ոչ падգամավոր եմ ոչ չգիտեմ քաղաքական գործիչ եմ ոչ աշխատավարձ եմ ստանում դրա համար ոչ մեկ ընդհանրապես մարդ որ տեղը չի գտնում չի կարողանում հանգիստ քնի որովհետև իր տանը Երևան ես ասում եմ Երևան իր տանը խնդրեմ կա ինքը չի կարող Նյու Յորքում հանգիստ քնի ես մենակ դրա համար ինչքան հնարավոր է առնվազն 10-12 հոգու հետ ես այսօր խոսացել եմ այդ հարցերով ունեմ որոշակի եզրակացություններ բայց հասկանում եմ որ այ եթե լինեի ես ազգային ժողովի փոխնախագահ
Ես կխոսայի 2-3 հոգու հետ, ընդհանրապես հարցի լուծումը կլիներ, գոնե ես կանցկանայի, որ ուղղությամբ եմ գնում եւ ինչքան արա կարող եմ ասել տեղ, որովհետեւ ես արդեն կառավարություն եմ ներկայացնում, կառավարություն, պետություն։ Իսկ խորհրդարանական պետության մեջ փոխնախագահ խորհրդարանի երկրորդ մարդն է։ Վարչապետը չի է, սա խորհրդարանական երկիր է, ոչ թե վարչապետական երկիր է։ Ազգային ժողովի նախագահն Նիկոլի ղեկավարն է, ոչ թե վարչապետն է ազգային ժողովի նախագահի ղեկավարը։ Բայց մեր մոտ, քանի որ մտածելակերպով սրանք ստրուկ են ու սապարկ, ընդ որում ասում եմ 90-ականների չինական արտադրության, իրանք չեն հասկանում ինչ է նշանակում ազգային ժողովի նախագահ։ Իրանք գիտեն Նիկոլի աշխատողներն։ Իրանք չգիտեն նույնիսկ որ Նիկոլին իրանք են նշանակում վարչապետը, նույնիսկ եթե ռուսակցության նախագահն էինք։ Հիմա Վարդևանյան Արամն այնտեղ նստած պետության երկրորդ մարդն է։ Ի պաշտոնը ինքը հանգիստ կարես գործին ընթացքում։ Նա Արամ Վարդևանյան, եթե դու արագացած կարգով չգիտես զանգի, ի WhatsApp-ի համարը ներքևը կա։ Զանգի, ասա ինչ է պետք անել։ Ում դիմենք, ոնց գնանք։ Email հասցեներն էլ տամ, նենց հասցեներն էլ տամ, փաստաբանների տեղեկություններ ամեն ինչ անեմ։ Որ ավելի արագ լինի։ Մենք անելու ենք մի քիչ երկար տևի։ Ես վախենում եմ չհասցնենք ուղղակի։ Մեկը մենք անելու ենք։ Այն որ ես արդեն նախաձեռնել եմ, այն որ արդեն 200 մասնակից ունի արդեն։ 200, հələ մեկ շաբաթը չի լրացել։ 200 ու ավելանում ընթացքում։ Մեկը մենք անելու ենք, դա ժամանակատևելու, որովհետև մենք հələ տեղ պետք է գրանցվենք, հələ տեղ պետք է մի խոսքով մենք պետական կառույց չենք ամենատեղի։ Բայց դու կարող եք ամեն ինչը շատ արագ անեք, ընդ որում ավելի էֆեկտիվ, քան պատկերացնում եք։ Բայց քանի որ ես վստահ եմ, ձեր օրակարգի մեջ դա չի մտնում, ես ինչու եմ վստահ, հիմա կասեմ։ Եվ այսպես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2 օր առաջ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, եւ ազգային ներողություն, արտաքին գործերի փոխնախարար նշանակվեց այս աղջնակը։ Անի Ավետիսյան։ Այ քեզ ման։ Այսօր Натаниэль Трубкина шнурова от имени еврейского дома в Ереване поздравляю Ани Авետисյան с назначением заместителя министра армии. Кембриджի համալսարանի ավարտ, доктор философии по ближним исследованиям. Բիխոսկով, ես ասում եմ, չէ, իրանց նշանակած կադրն է, եւ մի անգամից հрьяաները, շնորհում եմ, կարա ես ասում եմ, չէ, բանը, մեր կառավարությունը, ուրեմն Նիկոլը հասկանալի է, չէ, ով է Նիկոլը, ամենայն հայոց թուրքը, երկու փոխվարչապետերը ռուսական գործակալներ, ազգային ժողովի նախագահ, հələ չի, չասեմ ինչն է, երևի ձախն է, ազգային ժողովի նախագահ, Ստորագրությունով FSB agent, տեղակալը նշանակվում է Իսրայելից։ Ես ասում եմ, չէ, ու միանգամից Նատալիել Տրուբկինը Երևանի հрьяաների անունից շնորհավորում է։ Եվ մեկ է միտքս ընկավ այս նկատի։ Այս ինչքան երջանիկ է դուք տղաներ եւ աղջիկներ։ Ես ես մտածում եմ կարող է այսպես սիրուն համագործակցությունը Փաշինյան Նիկոլի հետ Լոնդոն Սիթիի բարձր հովանավորության տակը նաև դուք Նարեկ Կարապետյան առանց մոռանալու ով եք դուք որտեղ են ձեր կապիտալները նաև ես ես մտածում եմ ինչ կա որ սենց միանգամից ակտիվացել են եւ հрьяաները եւ բրիտանացիները, եւ թուրքերը, եւ ադրբեջանցիները, եւ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի դեմքին ոչ մի լարված միմիկա չկա, բացի իր հիմնականում ներվային ծիկերը, որ ինքը բնությունով է այդպես, բայց գործողությունները ես պետք է ասեմ, չափազանց վստահ է իր։ Չէ՞ որ ես ամենակում քիչ դրանց հասկանում եմ։ Ինքը ներվային ծիկերը որ ունի, դա նենց է, որ ինքը հանգիստ չի, բայց
ինքնավստահությունը, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, դա հաստատ կա։ Կարող է դարձա, որ դուք սիրուն արդեն ամեն մեկը գիտեք ձեր բաժանված դերերը եւ հավատարիմ այս բաների դուք աջակցելու եք իրար։ Սա այս տարբերակ եմ ասում, ես չեմ պնդում, բայց այս տարբերակը, այս երկու նշանակումներով, տեղ ունի եւ իրավունք ունի գոյություն ունենալով։ Այնպես որ ընդդիմություն կոչված մասսա, որ հավաքվել եք ազգային ժողովում, միացեք։ Դուք մեր միկրոսկոպի տակ եք։ Ոչինչ մեր աչքից չի վտի։ Բացարձակապես։ Ու ես չեմ էլ զարմանա, եթե այո, այս ամեն ինչը, ես ասում Լոնդոն Սիթի նույն Ռոթշիլդներն են, որ այս աղջկան հովանավորել են, այս աղջկան կրթաթոշակնով ա տվել։ Այս աղջկան այս ամեն տեղերով ով ա տարել։ Իրանք նույն հիմնադրամը, որ միանգամից Նատանիել Տրուպկինը շնորհավորում է առաջին անգամ հրեական համայնքը շնորհավորում է մեկին, որ ներկայացնում է հրեական շահերը, ասես բացահայտ Հայաստանում։ Հրեական շահերը երբեք արհամարված չեն եղել Հայաստանում, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, բայց որ ասես բացահայտ, Լոնդոնի հետ է նկարվում, հրեաներն է շնորհավորում, Թուրք Նիկոլա հանգիստը, թուրք մի խոսքով բոլորը ուրախ են, մենակ մի քիչ նյարդայնացած են Մոսկվայում։ Թողսենք հասկանանք Մոսկվայում չեն անում։ Կամ հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը։ Ասել է, թե հանրաքվենք իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ։ Ասեմ ձեզ, որպես վերբալ անալիզի մասնագետ, գիտեք ինչի է կարդում, ու կարդելուց զգացում որ ինքը չի մտածում, որովհետև ինքը տես չի մտածում, այն ինչ որ կարդում, ինքը ուղղակի տեքստն է կարդում, դա իր համոզմունքը չի, ուղղակի դրել են դեմը, ասել են կարդա, որ հոտը լսի, որ դու գնում ես Եվրամիություն, եւ դրա դեմ մոռանա, որ դու հանձնում ես տարածքներ Հայաստանի Հանրապետություն ծնվելուն տարածքներ, որի պատճառով անդամալուծվում է հաշմանդամ ամբողջ պետություն։ Ժեշտեն Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Իսկ այս հարցերի պատասխան Նայեք Արամի դեմքին ելոտ։ Ալա ոչ մի բան չկա, ոչ մի կոնֆլիկտ։ Ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Արամ, քո անունը անենց արա ոչ չգրվի Նիկոլ Փաշինյանի, ասենք Ալեն Սիմոնյանի կողքը։ Ու դրա համար մեծ հավանականություն կա։ Տեսեք, ես ոչ մեկից ոչ մի բանով պարտական չեմ, պարտ չեմ ու ձեզ խնայելու բացարձակապես մտածություն չունեմ։ Իմ երկիրը դուք դրել եք, ասած մազի վրա, այսպես մազի վրա, որ ամեն բան կարող է փոխվի։ Ու դա ձեր վզով է։ Հանկարծ չմտածեք, որ դուք կարող անեք ամեն ինչ, ինչ ուզում եք, առանց հետևանքների։ Որ մենք դա չենք նկատելու կամ նկատել ենք մոռանալու։ Այս իրեք էս կողքը որ նստած են, սրանք արդեն գելյոտինի տակ են։ Հոդվածը կա, արդեն որոշումը կա, դա մնացել է դու այն անկյունում նստած։ Ես քեզ ասում եմ, ինչ պետք է անես, ու սպասում եմ պատասխանը։ Կանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է եւ առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Ես ասես մենք սկսենք առաջիկայում եւ սրան արդեն հավատացողներ կան։ Ես դա համար եմ ասում, չկա ավելի գարշելի բան իմ համար, քան ինչ որ մեկը, որ Նիկոլին հավատում է, նշանակում ինքը վտանգավոր է մարդկության հասարակության համար, հասկացեք։ Այսքան տենալուց հետո նշանակում է դրանք, այսեն հայերն ու հավերը հիշում եք Վարդան Պետրոսյանի ներկայացում։ Մենք դրա մասին խոսելու ենք, անպայման։ Ինչ ասում ես մասին Պեսկովը,
Ֆրանսիական միության առաջնորդները մայիսին հայտարարություն էին ընդունել Հայաստանի առջև մինչև դեկտեմբեր կողմնորոշվելու վերջնաժամկետ դնելով։ Վարչապետի այսօրվա հայտարարությունից շատ չանցած Մոսկվան արձագանքեց, թե խորքային հակասություններ կառաջանան, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին։ После подачи заявки Армения должна будет Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում, առևտրի, բուսասանիտարական, մաքսային եւ այլ ոլորտներում համապատասխանեցնել եվրոպական նորմերին, Եվրամիության չափանիշներին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ եւ ԵԱՏՄ տարածքում։ Европейского Союза. Эти нормы не Սուտ ասում։ Չկա տես նորմալ ոչ չա։ Դա գտի բարձր նորմալ է։ Չկա տես ո։ Գնանք առաջ։ Կարելի է մտածել իրենք Եվրոպայից ապրանքներ չեն ընդունում, բայց դա չի խնդիրը։ не совпадают с теми нормами, которые приняты у нас и которые приняты на пространстве ЕАЭС. Այսինքն այսինքն ԵԱՏՄ զիբիլանոց, աղբանոց, բարձր որակի բաներ պետք չի դած։ Բայց դա սուտ են ասում, գնանք։ Այսքանով, սակայն Երևան-Մոսկվա ճգնաժամի հարցը խորհրդարանում չփակվեց։ Վարչապետն այսօր ավելի էր կոշտացրել հապկի մասին ձևակերպումները։ Ես կարող եմ վստահ ասել, որ Նայեք, մենք այս հապկում մեր ռուսական աշխատանքները չենք ակտիվացնելու եւ ես գիտեմ, որ հապկում քննարկումներ կան եւ կազմակերպությունում իդեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Լսեք։ Հայաստանի Հանրապետությանը հեռացնել, մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Այս մարդը նույնիսկ հապկից դուրս գա, թե դուրս չգա, դա ունակ չի որոշելու։ Ու սպասում է, որ իրան վռնդեն։ Բայց այն հանգամանքը, որ ինքը հայտարարեց, մենք կարող է սկսենք եվրոինտեգրման process, արդեն մե աղմուկ, մե ուրախություն, հա, սենց հիմա սենց նայում եմ, խնդրեմ, հորիզոն մեդիան է գրել արդեն, հա, որ Հայաստանը սկսվում է process-ը եվրոանդամագրման, սենց մեծ ստատուս գրեցի տակը, որ որքան կարելի է լինել անադեկվատ եւ առանց հիշողության, հա, որքան կարելի, այս ո՞երորդ անգամ արդեն։ 2 տարի առաջ նույնիսկ օրենք ընդունվեց, 2.5 տարի առաջ, հա, այն ժամանակ էլ ցնցմպատի բան արեցին։ 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ օրենք ընդունվեց, ոչ մի բան չարեցին։ Այսօր հայտարարում է, որ կարող է, բայց միևնույն ժամանակ ասում է, որ հանեն, մեզ կողնեն դրանով, էլ մենք չենք մտածի, գնանք թե մնանք, նույնիսկ որոշում չկա այսքանից հետո դուրս գալ, բայց արդեն հորիզոն մեդիան գնում է, հələ հորիզոնը ոչինչ է, կարող կասես, դելա մեր միամիտ աղբարներն են, էլի, բայց այսօր նայում եմ, Տիգրան Խզմալյանը, վերջապես, կարելի է շնորհավորել մեզ, որ մենք այսքան տարի առաջ բանը 24 թվականից սկսած այս եվրոինտեգրման եվրոպական կուսակցություններ այս բանը սորահավաքը որ մենք արեցինք վերջապես շտապեք ողջունելու ասում ուստի ես չեմ խուսափում շտապել ողջունելու վարչապետի վերջին հայտարարությունը վայ վարչապետը շամերսում եք դուք արա դուք ուղակի հասկանում եք դուք ով եք այսքան տարի ապրես քաղաքական դաշտում ու չհասկանաս Նիկոլ Փաշինյանը երբ ինչի համար է ասում այ քո նմանների հորիզոնի նմանների բերանը շպրտում է եվրոինտեգրման հնարավոր process-ը ընդդեմ որի համար պետք է ինքը հապկից դուրս գա բայց ասում հապկիցից հանեք ես չեմ դուրս գալու բայց այս մի հայտարարությունը պետք է բավական է որ մնացածը բոլոր sense սկսեին ողջունել Տիգրանին Նիկոլ Փաշինյանին, որ այդ ընթացքում անկլավների հարցը լուծի, սահմանադրության հարցը լուծի, սրանք ամեն ինչ պատրաստ են մոռանալ, մի հատ կանֆետի ցույց տալիս էս փայլփլուն թղթիկ, փայլփլուն, արա դուք այդ բմբուլով հնդիկներից ինչով եք տարբերվում, արա բմբուլով հնդիկներին այս փայլփլուն բաները ցույց էին տալի, դրանց հողերը վերցնում էին, դրանք են վերցնում, գնում էին, արա իսկան տարիներ ապրես քաղաքականության մեջ ակտիվ քեզ հանեն շպրտեն խափեն հետ վերեն որ մյուսը կարդացի հասկացա որ պացիենտը սկականից լուրջ է ասում է Եմեն օգնում է Ուկրաինային Պուտինի դեմ տեսեք բանաձևակ թե նախ Եմեն չի օգնում ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգները
Եմեն օգնում է Կանադային Թրամփի դեմ, որովհետև նույն շահերն ու արժեքների դաշտում են։ Եմեն չի օգնում Թրամփի դեմ։ Չինաստանն է օգնում։ Չինաստանը, ինչ եմը։ Մյուսը, եւ Եմեն կօգնի Հայաստանին Ալիևի դեմ, հա, որովհետև մենք նույն դաշտում ենք։ Լուրջ ես ասում։ Լուրջ ես ասում։ Քաղաքական անմերսունակություն ուրիշ ոչինչ։ Ես վատ բառ չեմ ուզում ասել։ Ուղղակի քաղաքականության համար, եթե Եմեն մեկը պատկերացնում որ Ալիևի դեմ պետք է օգնի, Ալիևի դեմ է, նի Ալիևի խեղկատակին ճանաչես հենց 2 ժամ հետո հանցագործությունից հետո հայտարարես որ մենք ճանաչում ենք քո ձայնագողությունը, դա նշանակում է Եմեն պայքարում Ալիևի դեմ պատկերացնում եք։ Հայաստանում ձայնագողությունը, այն ինչից որ Փաշինյան Նիկոլը նեղություն, Տիգրան Խզմայլյանը նեղված էր, ինչքան էր նեղված այս ընտրություններից, արդյունքներից, մի 6 ամիս է մարդադեմքեր եկել են, էլի։ Խոսում էր այնց բաներ դարել, արդարության ջատագով։ Այսօր հանցագործությունը վավերացած Եմեն, ասես բանաձև է հոդինել, էլի, Եմեն օգնում է Ռուսաստանի, Ուկրաինային Ռուսաստանի դեմ, Կանադային Ամերիկայի դեմ, Հայաստանն էլ կօգնի Ալիևի դեմ։ Տեր իմ Աստված։ Ես չգիտեմ ում հետ ձեր բռնես, որ կարողանաս այս քաոսից դուրս գալ։ Ոնց անկեղծ ես այս հարցի պատասխանը չգիտեմ։ Ախր չի վաղը Էրդողանն էլ, Ալիևն էլ, բավականին անկեղծ։ Իրանց օրակարգը հայտնել են, լրիվ թափանցիկ, լրիվ, որ հանձնվելու է անկլավները, որ ընդհանրապես Երևանը պետություն չի, պետության մնացորդներ է, որ դուք չեք որոշելու թուրքը որտեղ է գալու կանգնի, եւ ժամանակներն եղել ոստեղ Հայաստան չի եղել, իսկ Ալիևը բաց ասում է, որ այդտեղ Հայաստան չկա, դա մեր տարածքն է, մենք գալու ենք, վերադառնալու ենք։ Էրդողանը բանը տվել է ճանապարհային քարտեզը, պայքար եկեղեցու դեմ ու Թուրքի դեմ, որը սա իրականացնում է բաց։ Այսինքն պետք է կատարյալ ապուշ լինել այս ամեն ինչի չտեսնելու համար։ Իրոք կատարյալ այն աղջկա նկարագրած, այս դեմքերից լինել, էլի։ Ասենք ուրիշ բան չկա։ Այո, պետք է ասես մի հատ դեմք ունենալ, որ այս ամեն ինչը չհասկանա, բայց ես ուրիշ բան չեմ ասում, այսպես մի բան լինել։ Այս ամեն ինչը չտեսնելու, չհասկանալու համար։ Դրանք հիմա էլ ինչ ա նախապատրաստում։ Ասել է, չէ՞։ Ասել են, որ չէ, լինելու է հարձակումը Գադեգինի վրա։ Ու ասել են, չէ՞, պատճառը որն է։ Աղջիկ ունենալը չի, երեխա ունենալը չի, ընդհանրապես ոչի բանը չի, հիմա լսեք որն է։ Այն չխարխլելու համատեքստում էլ Փաշինյանը հիշատակեց Գարեգին II-ին եւ այն հոգեվորականներին, ովքեր պատարակներում հիշատակում են Արցախի անունը։ Փաշինյանը պնդեց, հենց սա է այն պատճառներից մեկը, որի համար Գարեգին II-ը պետք է հրաժարական տա։ Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող Էրիկա արգելի գործընկերներ, Աթարեցրեք, շարունակեք խնդրեմ, պարոն վարչապետ։ Ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգեվորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Հասկացաք ինչու՞մն է կաթողիկոսի մեղքը, այլո անմեղսունակներ, ով միջև մա չի հասկացել, թե այս հարձակումը հենց մայիսից 2 տարի առաջ ինչի սկսեց, տարիքես առաջ կներեք, որովհետև Շվեյցարիայում կաթողիկոսը խոսեց արցախցիների վերադառնալու մասին, սա արդեն որոշել է, որ ինքը կարա պատարակի տեքստ խմբագրել, որոշ բան ասում աղոթում են։ Դեռ հարցեր կա։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա մեկն է այն պատճառներից, պատերազմ աղոթքը պահպանել Արցախը պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Հա։ Գիտեք ինչի՞ ա տենց ասում։
Որովհետև Փաշազադեն է ասել, եկեղեցին ամենավտանգավոր կառույցն է։ Ամենավտանգավոր կառույցն է։ Որտեղ իրանք ղազիաթ են, չէ՞, արդեն բանալը կազմավոր է իրանց մոտ։ Եվ պետքա գան իրենց սրբատեղիները։ Ուտեղ հայոց աղերքելական եկեղեցին տեղ չունի։ Իսկ բմբուլով հնդիկները հայ պատրաստ են վազել այս անգամ էլ դառնան մահմեդական։ Ինչ կլինի որ մեկ իրենք բմբուլով հնդիկ են։ Իրանց եթե ասեն հիմա դառնա մահմեդական, քեզ տանում ենք Եվրոպա, պատրաստ են իրենք դառնալ մահմեդական։ Դու որ նայես այս կներեք, այս որ դուք նայեք այդ չգիտեմ որ մեդիան էլ արդեն մոռացա անջատեցի։ Մի խոսքով Խզմալյանի բանի տակ, այն մյուսի մեդիայի տակ, այն մյուս մեդիայի տակ, որքան են ոգևորված, վերջապես մենք այդ լսեցինք, տեսնես կլինի, տեսնենք մեկ օրը հասկանում ես, որ անմեղ սունակների պակաս չկա։ Դրաման էլ սրա նման էլ անվերջ կարան խապեն ու հաջողեն։ Այսինքն կանֆետը փալփլուն ցույց տան, սրանք են բմբուլով հնդիկների նման վազեն հետևից։ Նասից հարց կա էլի, բայց ի վրա դու ասեցի Արցախի թեմի առաջնորդը։ Սա իր աղոթքի մեջ մի բան ասում է։ Հա? Արց։ Այդ թեմի առաջնորդ Արցախի։ Դու խոսում ես դա մասին։ Թե դու ես տիրադավներից, չնայած դու ես տիրադավներից, մենք գիտենք։ Ոստալիա։ Ժորժա մենք դուրս ենք եկել հնդիկ բանը, ապաչիները լավ բան են ասում, կռվի ճանապարհ, ռուսերեն լավ հնչում, բայց հիմա չեմ հիշում։ Մենք դուրս ենք եկել կռվի ճանապարհ, ու այո, բանը հոգևորականներ կան, որ ասում են թող նզովյալ լինեն Արցախն ու Արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անունները։ Տեղ բրթանես։ Ու ասել է ես մեռնեմ էլ չեմ հրաժարվելու Արցախին օրհնելուց իմ աղոթքների մեջ։ Այ կուզեի այս տողերը լսել կաթողիկոսից։ Այ կաթողիկոսը որ էս ասեր, սիրախ, վերջապես ազգային կաթողիկոս ունենք։ Դες լրությունը, ինջելուց, հետաքրքիր է։ Շուտով լինելու է դատը։ Կաթողիկոս իրա ոտքով կգնա դատարան, թե կաթողիկոս մի գնա էլի։ Մեր համար գոնե մի գնա։ Դու իրավունք չունես քո ոտով գնալ դատարան։ Դու իրավունք չունես։ Որովհետև դու ընդհանրապես վեհապար չես, էլի կներես։ Որտեղ վեհապարը դա արդեն բան չի, գազնավորություն չի, դա ինստիտուտ է։ Դու չնայած ես երբեք ինձ մոլերանտ հավատացյալ չեմ համարել, երբեք, ես հոգևոր մարդ եմ։ Ես հավատացյալ չեմ, ես հոգևոր մարդ եմ։ Իմ համար հայորս առաքելական եկեղեցին իմ ինքնության, պատմության, լավ, վատ շատ կարևոր մաս է, որովհետև այդտեղ են ծնվել գիտություններ, գրականություն, աստղաբանություն, չեն ծնվել, բայց եղել է։ Բժշկություն, մեր բոլոր հոգևորականները իմաստասերներ են եղել։ Ես չեմ կարող դա ուրանալ։ Դու այդ ամեն ինչի այսօրվա ներկայացուցիչն ես, դու իրավունք չունես գնալ դատարան կաթողիկոս։ Չէ։ Մի գնա։ Թող Նիկոլ Փաշինյանը սպեցնազ ուղարկի քո հետևից։ Հպարտ կեցված, գելի, մի գնա։ Քանի որ ես այդ մասին արդեն խոսացել եմ, չեմ ուզում կրկնվել։ Այն որ Հայաստանը վաղուց իրավունքի եւ օրենքի երկիր չի, իսկ թվում է չկա adekvat մարդ, որ հասկացած չլինի այդ բարձ ճշմարտությունը։ Բայց Փաշինյան Նիկոլը վերցնում է ավելի բարձր մակարդակներ հանցագործությունների մեջ։ Եվ այսպես այսօր ազգային ժողովում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է կաթողիկոսը հրաժարական տա, որովհետև նա պատահարակների ժամանակ թույլ է տալիս իրեն աղոթք բարձրացնել Արցախի համար։ Դուք տեսեք մարազմը որտեղ է հասել։ Կաթողիկոսի աղոթք բարձրացնելու թեման պիտի Փաշինյան Նիկոլի թույլտվությամբ լինի, որ կաթողիկոսը իրավունք ունենա աղոթք բարձրացնել։ Եթե սրա դեմ
ցանկացած անհատ չի իմբոստանում։ Ինքը չի հասկանում, որ ինքը արդեն հասել է այն կետին, որից այն կողմ իրավական, բարոյական, արդեն անդունդն է եւ այլասերումն է, նշանակում է այդ կարգի քաղաքացին ոչ երկիր ունենալու իրավունք ունի, հա, ոչ էլ կարող է երազել դրա մասին, որովհետեւ իր համար փաստորեն օրենքի իրավունքը երկրորդական է, թե կարևորը Փաշինյան Նիկոլը ինչ կարծիք ունի դրա մասին։ Այս տեսանյութը գիտեք ինչ էր ինքը։ Բալավա որ կծիճը տղա բան է աղջիկ ունի ու սիրուհի։ Ես գրեցի, բայց ես էլ եմ ասում էլի։ Ես էլ եմ ասում էլի։ Դուք իրավունք չունեք երկիր ունենալու։ Ու չեք կարող ունենալ։ Որովհետև ծեր համար չկա օրենք, չկա սահմանադրություն։ Դուք ուղղակի կրկնող եք։ Կրկնող։ Ընդորում կրկնում եք մեկի բառերը, որ վստահաբար ձեր բարեկամների, ձեր հարևաններից, ձեր ազգականներից տալ է սպանել։ Ու սպանում են չեփին։ Մենք դրան հենց անդրադառնել ենք։ Այսքան խոսելուց հետո, որ դրան մեղադրանքը աղոթք բարձրացնելու մասին է, աղոթք։ Ստեղ բան չկա, զավակ ունենալ չկա, ասում եմ, ինքը Արցախի մասին աղոթքում։ Աղոթում, դա մասին ասում եմ, բալավով ինքը աղջիկ ունի։ Դե մարդուն ինչ պետք է ասես։ Պետք է ասես բարի կործանում։ Բարի գործանում փթիր ափսոս, որ նախիդի հետ ուղակի հայ ժողովուրդն է գնում ոտի տակ։ Մյուս մասը, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված գեթ 1 կազմակերպություն, հասարակական կազմակերպություն գտնվեց, որը չդատապարտեց Փաշինյան Նիկոլի հանցագործությունը օրենքի եւ սահմանադրության առաջ, որը գերազանց ձևակերպել էր Արտաշես Էկոնոմովը եւ արդեն դիմել է դատախազություն։ Նշանակում է իրենք դառնում են Փաշինյան Նիկոլի հանցակիցը։ Սա հանցագործություն է։ Եվ կրոնի ազատության, եւ օրենք եւ խոսքի ազատության, խղճի ազատության, ով է վարչապետը, որ ինքը պետքա որոշի կաթողիկոսի աղոթքի տեքստը։ Կարող է պատկերացնել, որ մի օր Հայաստանի Հանրապետության ցանկացած վարչապետ մեղածի կաթողիկոսին Արցախի համար աղոթք բարձրացնելու համար։ Եթե մեկը սա վտանգները դեռ չի հասկացել ու համաձայն ասան, նա մարդ կոչվելու, չեմ ասում քաղաքացի կոչվելու իրավունք չունի։ Ոչ քաղաքացի է, ոչ էլ մարդ։ Տարածեք։ Քաղաքացին իրոք ոչ քաղաքացի է, ոչ էլ մարդ։ Նա լսենք այդ նաև պիղծը ասում, այդ պիղծը երախա ունի, այդ պիղծը, նա այդ պիղծի մասին լսենք էլի։ Մենք լսենք էլի, ես լավ ասում եմ, թողի։ Ձեր կաթողիկոսը պիղծ է, այսօր ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով իր հեղինակած երկրի հակառակ կողմը գրքում, խոսելով հայ հասարակության վարք ու բարքերից, հեղինակել է հետևյալ տողերը։ Նախապես ներողություն եմ խնդրում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին, բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ եմ սկսում բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթացի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Դե հիմա գիր կա գրելա այդ տականք ցախված ռսի ստրուկ Ինձ հիմա կգրեն բազմաթիվ նիկոլականներ կիրիլիցայով, բայց դրա պատասխանն էլ տամ։ 2019 թվական սեպտեմբերի 8 Նիկոլ Փաշինյան։ Այս գիրքն իրականում շատ օգտակար է ասելու այն ամենը, ինչը ՀՀ վարչապետը չի կարող ասել։ Նաև խոսելով փետրվարի 16-ին նույն տարվա 2019 թվականին հեղափոխության շարժառիթներից, նա նշել է, որ վերընթերցել է այս գիրքը հեղափոխությունից առաջ եւ որ դա դարձավ գործողության մղող հիմնական շարժառիթը։ Դե ինչ, բոզությունը այսօր Հայաստանում իրապես հաղթանակ է տոնել, բայց դա շարունակական բնույթ չի կրելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս մյուս անգամ կրկոտ հռետորի ոճով ինչ որ մեկին պիղծ կոչելուց առաջ վերընթերցել սեփական իսկ գիրքը։ Ուզում լսեք լավ է, նաև էս աղջկան, նենց եմ ուրախանում, որ էս երունդը կա, էս մարդիկ կան, էս կադրերը կան, անկեղծ որևէ մեկը ինձ չի խնդրել իրաց տարածեմ, որևէ մեկը ինձ չի ծանոթացել, ես էլ չեմ ճանաչում, բայց որ լավ բան եմ տեսնում, ես անպայման պետք է կիսվեմ դրանով, որ հասկանանք մենք բոլորս, որ մենք մենակ չենք, եւ բոլորը չէ, որ պիղծ Նիկոլ են, հա,
Այսօր խոսելու եմ կառավարության ներկայացրած ծրագրի հակասահմանադրական եւ վտանգավոր լինելուց, ինչպես նաեւ տղամարդկությունից։ Կառավարությունը իր ծրագրում խախտել է ՀՀ սահմանադրության 17, 41 եւ 18-րդ հոդվածները, որով սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից եւ ինքնավար, իսկ 18-րդ հոդվածով էլ առանձին սահմանվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաքելությունը։ Կառավարությունն իր ծրագրում գրել է, որ ապահովելու է հայաստանյան Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացումը եւ անցկացնելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին եւ ՀՀ սահմանադրության խախտում։ Երկրորդ, կառավարությունն իր ծրագրում խաղաղությունը համարում է անվտանգության միակ հուսալի երաշխիք, ինչը մեղմ ասած անգրագիտություն է, առավել եւս այն պարագայում, երբ հակառակորդը այդպես չի համարում։ Հասկանում եք, խաղաղության մասին խոսել, որ դա երաշխիք է, կատալյալ անասուն է պետք լինել, էլի։ Այսինքն, եթե դու լավ մտածություններով դուրս ես գալի անտառ, քանի որ դու լավ մտածություններ ես, գայլը քեզ չի ուտելու։ Այսինքն դու պետք է լինես կատալյալ ոչխար։ Արա ուրիշ բան չես կարող լինես, էլի, որովհետև գայլը այնտեղ սպասում է քեզ ուտելու համար։ Եթե դու լավ մտածությունով գնում ես, հույս ունես, որ գայլը չի ուտելու, դու այդ Գյուրջիևի կախարդի այդ բանի պատմվածքի մեջի ոչխարներից մեկն ես, ուրիշ բան չկա այնտեղ ասել, ուրիշ ոչ մի բան չկա, ցանկացած մեկի վերանից որ խաղաղությունը լսում եք, խնդրեմ, վուալա, տեսեք։ Ադրբեջանը խաղաղությունը համարում է անվտանգության երաշխիք, երբ խոսում է Արևմտյան Ադրբեջանից։ Խաղաղությունը չի կարող լինել երաշխիք, խաղաղությունը կարող է լինել նպատակ։ Երրորդ, Ադրբեջանի հետ խաղաղությունը ներկայացվում է արդեն որպես կայացած իրողություն։ Եվ սա այն պարագայում, երբ հենց հիմա մենք Հայաստանի ինքնիշխան տարածքում ունենք ադրբեջանական ստորաբաժանումներ, հենց հիմա մենք Բաքվում ունենք ռազմագերիներ, մենք չունենք միջազգային երաշխիք Ադրբեջանի նոր հարձակման պարագայում, չունենք սահմանային միջադեպերը վերահսկող որևէ մեխանիզմ։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ասեմ ավելին, չունենք զորք նաև։ Զորքը 3 անգամ կրճատած է։ Լավագույն դիրքերը տականքը հանձնել է, լավագույն բարձունքները արդեն հանձնել է, նույնիսկ պաշտպանության բնական բաներն է, բնագծերն է հանձնել, ասենք այն որ ինքը բնականից պաշտպանություն կարող է հանդիսանալ։ Հիմա ուզում է կոտրի ողնաշարը Սյունիքի, որ դա վերջն է, հասկանում եք, դու կարող եք մարդու մատը կտրել, չգիտեմ, նույնիսկ ձեռը կտրել, բայց դուք ողնաշարն եք ջարդում, դա ինքը դառնում է արդեն վերջ, ինվալիդ, բույս։ Այդ տրիպը Հայաստանը բույսի վերածելու պրոյեկտ է։ Ովքեր ուրախ խոսում են Հայաստանի բույս վերածելու այդ պրոյեկտի մասին, տրիպի մասին, դրանք հայկական պետականության թշնամիներն են, այսինքն դրանք ասում են, երբ Հայաստանը վերածվելու ինվալիդի, կոտրվի դրա ողնաշարը, բայց իրանք ամերիկացիները լավ կլինեն։ Երևի իրենց Վաշինգտոնից զանգել են, ասել են, հա, դուք ամեն ինչ արեք այդտեղ, ջարդեք վեր ողնաշարը, ինքնասման եղեք։ Մենք ձեզ սնիկերս կբերենք, ծամ։ Նիկոլ Փաշինյան, այն որ ձեզանից ինչ պահանջում են, դուք տալիս եք, ինչ ուզում են, դուք հանձնում եք, դուք դրա անունը խաղաղություն եք դրել, դա անվճար մարմնավաճառություն է։ Ինչի անվճար, որովհետև դրա դիմաց ոչինչ չեն տալիս։ Ուղղակի ինչ ուզում են, դուք տալիս եք։ Լավն էր։ Սրանցիկը Նիկոլին ճիվախ չասեք։ Հենց ամենաշատը ես եմ ասում։ Անվճար մարմնավաճառը։ Բարեգործ մարմնավաճառը։ Մարդկանց դրության մեջ մտնող մարմնավաճառը։ Մայր Թերեզա համարը։ Դա խաղաղություն չէ։ 4-րդ, ծրագրում որևէ բառ չկա արցախահայության բռնի տեղահանման մասին, արցախահայության իրավունքների մասին, մեր պատմամշակութային հուշարձանների պահպանման մասին, այսինքն ամբողջովին վերացված, ոչնչացված է Արցախը։ Փաստացի Նիկոլ Փաշինյան, դուք մեզ դարձրել եք ագրեսոր, հայերին, Հայաստանի Հանրապետությանը։ Դուք ձեր ընտրողներին տեղեկացրել եք, որ ինչ որ մի օր նույն Ադրբեջանը կարող է յուրաքանչյուր հայի, ով եղել է Արցախում, ծառայել է Արցախում, որևէ կերպ աջակցել է, համարել ագրեսոր եւ նրա նկատմամբ հետապնդում սկսել։ Բայց իր ընտրողներին դա ինչ որ բան է ասում։ Բացարձակապես։ Իր ընտրողները չեն մտածում, անիջան։ Անիջան, իրանց ընտրողներին արգելված է մտածելը իրանց։ Դա իրանց հակացուցված է։ Այսինքն ինչ մտածեն, որ ինչ անեն։ Որ մտածեն իրանց ամբողջ պատկերացումները կփլուզվի։ Թող գոռան կեցե մեր վարչապետը։ Քեզ են ու իմ նմաններին էլ ասեն չարունախանց։ Պատկերացնում են նախքին այդ տղուներն ու աղջկան ինչքան են հայոյը։
Սա շատ հնարավոր է, շատ հավանական զարգացում է դեպքերի, քանի որ դուք Հայաստանի Հանրապետությանը եւ հայերին դարձրել եք ագրեսոր։ Դուք կարող եք երաշխավորել, որ դա տեղի չի ունենա։ Իհարկե չեք կարող։ Դուք ուղղակի հույս ունեք, որ այդ ժամանակ այլևս դուք իշխանություն չեք լինի եւ կլինեք ինչ-որ մի ապահով վայրում վայելելով ձեր ճակերտավոր խաղաղության պտուղները։ Բայց մեկը ով է թողելու։ Ով է թողելու ձեզ, ոնց ուզում ա լինի, փոքր աշխարհ, մեր ձեռներն էլ երկար, ամենտեղ հնարավորություններ ունենք հասնելու։ Էդի տենց հեշտ չի։ Էդի տենց հեշտ չի լինելու փախները։ No։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, սրանք ունեն, թե իրանք էլ են այս կառույցից սնվող, կամ այս կառույցից սնվող։ Գյադեք ունեք։ How can you describe the situation in Armenia? I'm elated. I'm fucking excited. I'm so happy. I'm so happy to be here, and I'm so happy to be with you. I've been wanting to come, and finally I was good enough to come. So I'm so excited to be here. And Հալենքան ոգևորված, այնքան fucking excited. Սերժ, դերը քեզ ինչա կատարվում Հայաստան։ Դու Ատոմեգոյանը ինչ կա ձերանից։ Կինը, իր Արսինե Խանջյանը։ Դուք ես ամբողջ PR ակցիայի ամենակարևոր մասնիկներիք։ Ինչ կա։ Այսքան տարածք կա հանձնել, իսկ թվում է ճիշտ կլիներ Ալիևը մեր տարածքներից մեկներ կոչել ձեր անունով, օրինակ, ասենք Սերժ Թանգյանի անվան, Ավան։ Այսքան աշխատեցիք իր համար։ Ձեզ ոչինչ չի ներում Հայաստանում, ոչ մի բան, որ ասեք, գիտեք ինչ, ես ինչ է կատարվում, բան չկա ասելու, ոչ մի բան, գիտեք, ձեզ հաղթեց Яллы, азербайджанский танец. Սա 80 թվականի օլիմպիադան է, սրանք հաղթեցին մեզ ժողովուրդ։ Դրանք հաղթեցին սրանք։ Называется крепость. Ով ինչ ուզում է խոսա, էսա փաստա։ Ոսրանց ձեռքով, այս ճիվաղների ձեռքով իրականացեցին են ինչ-որ անհնարին էր թվում։ Այն ինչ-որ անհնարին էր թվում, իրականացեցին են։ Հիմա այսքանից հետո մենք ոնց ենք ապրել։ Անբարու իրականացեց որ իրանք բացահայտում են ով է իրանք ագենտ կրաչը։ Սա թուրքական հերոստատեսությունն է, նայեք։ Ermenistan Başbakanı Nikol Paşinyan yine Türkiye'ye hedef aldı. Sahada kaybeden Paşinyan masada iftiralarıyla kazanmaya çalışıyor. Son açıklamaları ise tam bir akıl tutulması niteliğindeydi. Ermenistan Başbakanı Nikol Paşinyan'ın Azerbaycan istihbaratıyla çalıştığı ortaya çıktı. Իրանց ագենտը կրաչ, չարք։ Անենցան արել, որ մենք չհասկանանք իբր թե ով է չարքը։ Դերից են արդեն իրանց մոտ, իրանց հերոսին ցույց են տալի, որտեղ իրանց հերոսը իրականացել է անհնարինը։ Սովորաբար ոչ մեկ էս ագենտին չի բացահայտում։ Սենց, քանի դեռ կիսատ է գործը։ Չէ բացահայտում, ասում են ամեն ինչ վերջանա, հետո գրքեր են գրում, մեմուարներ, կինոներ կարող են նկարել, բայց իրանց համար արդեն ամեն ինչ արված ու վերջացած է, եւ կարելի է իրանց կրաչին բացահայտել։ Դիալի սրա մասին լուրջ մարդկանց հետ, իսկ լուրջ մարդկանց հետ կարելի է խոսալ, բայց Նիկոլա Թորգների հետ չես կարող խոսալ, չի լինում խոսալ։ Ես ուզում եմ մտածեմ Աբրահամի լսենք այս առումով էլի։ Ինչ եք կարծում, հնարավոր է արդյոք վերջացած թմրամոլի հետ պայմանավորվել, որ նա այլևս երբեք թմրանյութ չընդունի, կամ վերջացած վերջին ստադիայի հարբեցողի հետ պայմանավորվել, որ նա այլևս երբեք չխմի, կամ եթե
մոտենանք մեր քաղաքական իրողություններին, հնարավոր է արդյոք քրոնիկական պաթոլոգիկ ստախոսի հետ պայմանավորվել, որ նա այլևս երբեք սուտ չխոսի։ Դուք բնականաբար կասեք ոչ հնարավոր չէ։ Ինչու եք հավակարծում, որ ԿՊ-ի հետ հնարավոր է պայմանավորվել բարեկրթության մասին։ Ինչի մենակ բարեկրթության մասին, պարոն Աբրահամյան, ընդհանրապես ինչ-որ մի բանի մասին։ Ընդհանրապես, если ասել է հնարավոր է բանը դիմում ներկայացնենք Եվրոմիություն, արդեն մամուլը ծփում է, արդեն Նիկոլի շրջապատից վռնդված Խզբալյան Տիգրանի չոքերն են թուլացել եւ ափսոսում է, որ ինքը վատ բառեր ասել Նիկոլ Փաշինյան, հիմա էլի Թե որ նրանց ամբողջ քաղաքական, եթե կարելի է այդպես ասել, մշակույթը հիմնված է անբարեկրթության եւ խուլիգանության վրա։ Դրա միջոցով էին նրանք պահում իշխանությունը մինչև 26 թվականը։ Ճիշտ է, այս վերջին խորհրդանական ընտրություններին դա էլ չօգնեց եւ նրանք կիրառեցին սովորական վարչական ռեսուրսը եւ անսովոր աննախադեպ ռեպրեսիաները եւ խարդախությունները, որոնք երբեք առաջ չեն եղել։ Բայց նրանց միջուկային հիմնական էլեկտորատը մնում են անբարեկիրթ, տգետ, ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Ոչ մեկ չի դիմանում։ Ոչ մեկ չի դիմանում։ Ոչ մի բարոյահոգեբանական արժեհամակարգ, ոչ մի սրբություն, ոչ մի մարդկային նորմալ ստանդարտներ եւ իր կյանքի միակ նպատակն է ворգրամոլությունը եւ կենակցելը։ Մեկ բառով ասած, Նիկոլին սատարող ընտանիքի հավաքական կերպարն է։ Դժվար է, մարդիկ չեն դիմանում։ Ոնց եմ հասկանում իրանց, ես գիտեմ դուք եք։ Դա ԿՊ-ի հիմնական էլեկտորատն է, ԿՊ-ական զանգվածն է, նիկոլական զանգվածը։ Հետևաբար, հնարավոր չէ ԿՊ-ի հետ պայմանավորվել, նրանք աշխատում են բնականաբար այդ զանգվածի համար։ Հնարավոր չէ նրանց հետ պայմանավորվել բարեկրթության մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է ընդօրինակել նրանց վարքագիծը, նրանց բարոյական կերպարը։ Եվ այդ առիթով ես հիշեցի Պողոս Առաքյալի խոսքը։ Թույլ մի տուր, գրում էր Առաքյալը ռոմեացիներին ուղղված իր նամակում, որ չարը հաղթի քեզ, այլ բարիով հաղթիր չարին։ Դա ամենևին չի նշանակում, որ Առաքյալը հորդորում է չդիմադրել չարիքին։ Նրա ասած ուրիշ բան է, ասում է խուլիգանությանը, օրինակ, խուլիգանությամբ մի պատասխանի։ Բանսարկության դեպքում դու էլ բանսարկությամբ մի զբաղվիր, կամ զազրախոսության դեպքում դու մի զազրախոսիր, կամ ստախոսի հետ դու սուտ մի խոսիր, հայլանման մի արձագանքիր չարիքին, այլ դրան հակադրիր բարիքը, քո սկզբունքը։ Կամ եթե Առաքյալը հիմա ապրեր, նա կասեր, որ ԿՊ-ի հետ ԿՊ-ավարի քեզ մի պահիր։ Որ մենք ուզենանք էլ ինչքան ուժ ունենք աշխատենք էլ ԿՊ-ի հետ չեն կարող ԿՊ-ավարի պահել։ Դա ուղղակի հնարավոր չի։ Մենք չենք կարող այդքան իջնենք։ Դա ուղղակի որպեսզի հասկանանք, ցանայինք էլի։ Չեմ կարծում եք այս տեքստը։ Սա Ալիևի տեքստն է։ Հայաստանը երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում, ներկայիս Հայաստանը մեր ուղն է։ Այդ ինչ որ Փաշինյան Նիկոլը քիչ բերել է։ Հիմա լսենք Ճիվաղին 86,600 քառակուսի կիլոմետր ներառում նաև Լեռնային Ղարաբաղը։ Հիմա Ալիևը հաշվի առնելով, որ ներկայիս Հայաստանի տարածքը ներառում է պատմական հողերը, որոնք հիմնականում բնակեցված են եղել ադրբեջանցիներով, այսօր մենք պնդում ենք 300,000 արևմտյան ադրբեջանցիներ պետք է գնան։ Նիկոլ Փաշինյան ասում են հող ենք կորսել, այդ հողը ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Այ Նիկոլ Փաշինյաններ, դուք ով եք։ Դուք ինչից եք առաջացել։ Այդքան երթուղային որտեղից որ ասել առաջացեք, դուք էլ առաջանայիք։ 4-500,000 առնվազն։ Որտեղից։ Հիմա ամենախայտարակ փաստերից մեկը, որի մասին գրում է Այգ Դեմոյանը։ Փաստորեն, ցեղասպանության մեջ էլ թուրքերը մեղավոր չեն, բայց գիտեք, ադրբեջանցիներն էլ մեղավոր չեն։
Դա երկու պարագայում էլ ռուսներն են մեղավոր։ Հա, արդեն ռուսներն են մեղավոր։ Պետք չի Ռուսաստան Թուրքիային, Ադրբեջանցին ինչ-որ մի բանում մեղավոր։ Դա մեղավորն ու հենց ռուսները։ Խոսալով այս մասին, բա չասես 20 թվականին քո ստորագրության մասին ինչի չես խոսում։ Չես ասում արա, քո ստորագրության թղթի մասին, որի վրա ռուսների ստորագրությունն էլ կա, Արցախի ցեղասպանությունն, Արցախահայերի ցեղասպանությունը, բոլոր տեսակի հակասահմանադրական ծանրագույն անձնագործությունները, նաև քո ստորագրությամբ են եղել այ կրաչ, այ չարկ եւ հետագա հայտարարությունները մինչեւ 23 թվականի լրիվ հիմնավորում էին այս ստորագրության բովանդակությունը։ Բա 2020 թիվին ինչու՞ չես հիշատակում։ Ուր է Լաչինի Միջանցքը, որի տակ քո ստորագրությունը կար։ Մի խոսքով։ Անդրադառնալով հայոց ցեղասպանությունին, ասում է Ռուսաստանը չունի եւ որևէ մեկ ազգ չունի որևէ մեկ այլ ազգի տարածքը պահելու, փայփայելու կամ հովանավորելու պարտավորվածություն, չնայած ռուսոներ մանդատ։ Ռուսաստան ունի մշտնջենական շահեր եւ պետք է զոհաբերել ցանկացած բան հանուն այս շահի։ Ինչ է անում դեղին մամուլի խմբագիրը, ամենաանճորն այլասերված ձևով ուզում է քողարկել իր հիմնական գործառույթը, որի պատճառով ինքը նաև ընտրությունները հերթական անգամ կեղծեց կեսգիշերով, ուլերի հայացքով կանգնած դիմակիցներով եւ ապես մաչոյական կեսվածքով իշխանություն զավթել հայտարարությամբ։ Ռուսաստանը ուներ մանդատ Հայաստանը պահել, չպահեց, իսկ Թուրքը կոտորեց Հայաստանը, դա տարբեր բաներ են։ Այո, ռուսական զորքերը 500 մետրի վրա կանգնած էին Սասունի բերդից այն կողմնայում են ինչա կատարվում։ Հայեր կային այդ զորամասում չթողեցին հայերը միջամտեն, այդ ամեն ինչ։ Այս կոտորելա Թուրքը։ Ստեղ նույնականացնել, որ Թուրքը կոտորողը մեղավոր չի, հանցակիցն է մենակ մեղավոր։ Սա նույն բանն է, ինքը միշտ օգտագործել, ինքը պատասխանատուն է, ինքն արել, բայց ինքը մեղավորը չի։ Սրանք ոչ մի բանում մեղավոր չեն եւ երբևէ ոչ մի բանում մեղավոր չեն եղել։ Սա Սփյուռքի հանձնակատար անհայտ սերի անհայտ ներկայացուցիչ Զարե Սինանյանն ասում է։ Սփյուռքը պատմականորեն գերագնահատել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը։ Իսկ հատ ուղղությամբ տասնամյակների աշխատանքը Հայաստանի Սփյուռքի համար տեսանելի դրական արդյունք չի ապահովել։ Բա իսկ դուք Սփյուռք այս տականքին ընդունում եք ձեր մոտ։ Ես որ ասել եմ ամբողջ ծրագ կենսագրության այս 8 տարիների ընթացքում, որ սա ներդրված է թուրքերի կողմից վաղուց, որ քանդի Սփյուռքը դրի են բջիջները, որոնք տեղում բարեկամություն պետք է քարոզեն թուրքերի հետ։ Սա մասին միշտ խոսացել ենք։ Դուք շարունակել եք այս տականքին ընդունել ձեր մոտ։ Եվ պարզվում է ձեր այսօրվա Սփյուռքում լինելու հանգամանքում թուրքերը մեղավոր չեն։ Ճիշտ է, ձեր ծնողներին, պապերին մորթել են ձեր երեխեքի, իրանց երեխեքի աչքի առաջ այդ այլանդակությունները, որ կատարվել է թուրքի ձեռքով, բայց դառնում մեղավոր ռուսը, թուրքը տեղ կապ չունի։ Ու դուք այս հրեշին թողել եք ձեզ մոտ։ Սրա մասին է գրում նաև թուրքական պարբերականը, ուղիղ գրում է, որ Փաշինյան Նիկոլը ասում է, պետք չի այս ցեղասպանությունը անընդհատ խոսել դրա մասին, պետք չէ ոսկորները օգտագործել մեր ինչ-որ բարեկամներին, իր բարեկամներին վնաս տալու համար եւ թողել, որ օտարները այս զոհերի ոսկորներն օգտագործեն իրեն շահերի համար։ Սա թուրքական մամուլի աստղն է այս տականքը, կրաչը, իրեն սեփական կրաչը, որին արդեն նույնիսկ թաքցնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Ես էլ օրիգինալը, միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում, մերը, որ ասում է, դա թուրքերինի նկատի ունի։ Հասկացեք, թուրքերին են, որ նեղվում են, երբ որ ցեղասպանության հարցը ընդհանրապես քննարկվում։ Իսկ ես այս կրաչի եւ բոլոր թուրքերի տրամադրությունը պետք է գցեմ։ Թուրքեր եւ Նիկոլ Փաշինյաններ, այսինքն բոլոր թուրքերը Հայաստանում եւ դասում։ Դուք ստիպում եք, որ Թուրքը մոբիլիզանա
դուք ստիպում եք, որ թուրքը վերջապես այդ հերոսն սփյուռքը դուս գայս կոնֆորմիստի մոզայից։ Այո, ամենայն հարգանքով սփյուռքի նկատմամբ, բայց առ այսօր եղել է կոնֆորմիստի պոզայով, որ հանկարծ չներկայացնի Փաշինյան Նիկոլի իշխանությունը։ Փաշինյան Նիկոլի իշխանությունը դա մենակ Հայաստանի ժողովրդի թշնամի չի, դա հայ ժողովրդի թշնամին է, որովհետև պարզ ասեց, դուք պիտի թուլանաք, մենք պիտի թուլանա, որ Հայաստանը ուժեղանա, այսինքն Հայաստանի ուժեղանալը դա թուրքերին հանձնելն է, որովհետև եթե սփյուռքն է ուժեղ Հայաստանը, դա թուրքացող Հայաստանն է, Հիմա ինքը ամեն ինչ անում է, որ մենք գիտակցաբար մոտենանք այն պարտականություններին, որ մենք մինչև այսօր չենք արել, իսկ հիմա ուշադիր բռնվեք հայ դատի գրասենյակ, դաշնակներ, AGBU եւ մնացած կառույցներ սփյուռքում որ գործել եք։ Դուք առ այսօր ունենալով հսկայական միջոցներ, մասնագետներ, հնարավորություններ, կապեր, ռեսուրսներ, դուք ձեր մատին չեք տվել ամենակարևոր գործի շուրջ։ Ամենակարևոր։ Հիմա սա կուզեք ընդունեք քննադատություն, սա կուզեք ընդունեք շոկ, սարացնցուղ, հարգելի շարքային անդամներ, ես ձեր ղեկավարության հետ բան չունեմ, որովհետև չեմ էլ կասկածում, որ նրանք հենց դիտավորյալ չեն արել։ Նրանք հենց դիտավորյալ են խուսափել այդ կարևոր թեմաներից։ Հիմա շարքային դաշնակցականներ, շարքային, չգիտեմ, այդ կազմակերպության անդամներ դա լինի, կուսակցական AGBU-ն կլինի, դա հայդատը կլինի։ Դուք շատ լավ պետք է իմանաք մի բան։ Հայաստանի գերագույն գլխավոր խնդիրը եղել է մեկ բան։ Պարզել ի վերջո, որ նա Հայաստանի քարտեզը իրականում միջազգայինորեն ճանաչված։ Ամերիկայում ապրող, Ամերիկայում գործող կառույցները մեկ բան կարող են արածանել գոնե այսքան ժամանակ, ոչ թե անհատները, կառույցները։ Հայ դատի գրասենյակը կարող էր դիմել առ այսօր գոնե գերագույն դատարանին հարց տալ։ Հարգելի գերագույն դատարան, կոնգրես, ներկայացուցիչների պալատ, սենատ, խնդրում եմ, տվեք իրավական գնահատական Վուդրովիցյանի փաստաթղթին։ Արդյոք նա իրավական ուժ ունի, թե չունի։ Սա մեկ։ Երկրորդը, դուք որպես կազմակերպություն, դուք կարող եք եւ պարտավոր եք Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքով միջազգային դատարանում վիճարկել հենց Վուդրովիցյանի իրավարար վճիռը, եթե դատարանն ասել իրավականը, եթե ասել ոչ, գոնե վիճարկել Սևանի պայմանագիրը, թե դա ինչու չի իրականացել։ Դուք պարտավոր եք այս հարցերը բարձրացնել, որպեսզի չասեն, այ պետությունը, այդ սա մենակ կարող է պետությունը անի, բայց չեն ասում, որ սա կարող է անի ոչ թե միայն հայկական պետականությունը, այլ սա կարող է անել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, ցանկացած տեղ, որտեղ կար փոքրի շատ հայկական համայնք եւ այնտեղ գրանցված կազմակերպություններ։ Ես ասում եմ շվեյցարացի բարեկամների հետ եմ խոսում նաեւ այդ մասին, ասում ընկերներ, Շվեյցարիայում կլինի, Լոնդոնում կլինի, Կանադայում կլինի, Ամերիկայում կլինի, Ֆրանսիայում կլինի, որտեղ ուզում է լինի։ Դուք կարող եք մեկ նամակ գրել, մեկ նամակ գոնե։ Պետք է հասցնել դնել կտան։ Պարզաբանելու համար Հայաստանի սահմանների իրավական կարգավիճակը։ Դուք կարող եք անել, դուք չեք արել։ Դա փոխանցել արեց Սիբիրու գտնվող մի փոքրիկ հայկական համայնք։ Չունենալով այդ ռեսուրսները, չունենալով այդ կապերը, լինելով Ռուսաստանի ամեն դեպքում հայկական համայնք, որտեղ հասկանում եք խնդիրներ կա լեզվական, խնդիրներ կա քաղաքական։ Երբ որ ասենք, սենց եմ ասում, Մուրադ Փափազյանը կարող է ուղիղ զանգի Մակրոնին, ինքը կարող է ուղիղ զանգել Մակրոնին, ասել Մակրոն, Փաշինյան Նիկոլոսը չի անում, բայց այս հարցը, Արցախի հարցը, հենց կարող էր լուծել ՄԱԿ-ի դատարանը, իսկ Ֆրանսիան սա կարող էր ներկայացնել ՄԱԿ-ի դատարանը։ Խնդրեմ, Արցախը Հայաստանը, Նախիջևանը Հայաստանը, միջև այս կողմից միջև Գանձակ, Քուրալես, միջև Գանձակ։ Ինչքան կլիներ, դատարանը ինչ կորոշեր։
Սա վաղուց զուգարած կարող է կլինել։ Քանի տարի Մակրոնը ղեկավար է, պարոն Փափազյան, դուք դա չեք արել։ Ինչի՞։ Չգիտեիք դրա մասին։ Հիմա իմացաք, հիմա կարող եք անել։ Մակրոնը գոնե մի քանի ամիս ունի, որ դուք ուզենաք արագացած կարգով կարող եք անել։ Ես չեմ կարծում, որ մյուսը, որ գալիս է Լապենը, ես վստահ եմ, որ անպայման կլինի հայ, որ ուղիղ կոնտակտ կունենա նաև Լապենի հետ։ Եթե նույնիսկ չհասցնեք հիմա, դուք կարող եք պատրաստել փաստաթղթերը, որտեղ դա գործ է, փաստահավաք խումբ պետք է աշխատի, իրավաբանների խումբ պետք է աշխատի, պատրաստի, ընդհանուր շատ բան պետք չի դե։ Ազգերի լիգայի որոշում արխիվներում կա, ես էլ մարդ գիտեմ, որ դա ունի։ Ունի, հա, ինքը կարող օգտագործի ձեզ, ուղարկի ձեզ, որովհետև այդ ամեն ինչը շրջանառության մեջ եղել է։ Եվ շատ տարօրինակ ձևով ոչ մի պարագայի մի չի հասել ճիշտ հասցեատերին, ճիշտ նպատակին չի ծառայել։ Միշտ sense հանվել է, մարդիկ աշխատել են այդ ուղղությամբ ու անհետացել է։ Վերջնական հասցեատերին դա չի հասել։ Ոնց որ թե մի անտեսանելի ձեռք թույլ չտա այս հարցը մտնի միջազգային դատարան։ Իսկ ես ասում եմ, Ժորժ ջան, մեր հարցը լուծում է բացառապես իրավական կարգով, առաջնային, հետո նոր մնացածը։ Առաջնային պետք է իրավական հարցով լուծի, որ այս կարգի մի հատ կրաչ չգա ասի էսա Հայաստանն է, էսի Հայաստան չի ու ես պետքա տամ, որովհետև Ալիևը ուզում է։ Դուք հասկանում եք, որ այս չարքը ինքը տալու է ամեն ինչ հնարավոր է, սա տալիս է։ Ադրբեջանում ու Թուրքիայում չպետք է փնտրել Հայաստան։ Քո գործը չի կրաչ։ Ինքը հասկանում է, որ ընդեղ մենք Հայաստան ենք փնտրում։ Գիտեք ինչի։ Դա Ադրբեջանն է ասում։ Հրաժարվի Նախիջևանից, ասելով մատնանշելով, որ Ադրբեջանի նկատմամբ մենք տիտղոս ունենք, ներողություն, Նախիջևանի։ Նախիջևանի նկատմամբ մենք տիտղոս ունենք, որտեղ Նախիջևանը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։ Նախիջևանը ինքնավար հանրապետություն էր, որը վստահված էր Ադրբեջանին։ Նախիջևանը ինքնավար հանրապետություն էր։ Եվ սա, ինչպես Պուտինը Դոնբասն ու Կուզբասը վերցրեց, sense մոգոնեց, մտցրեց սահմանադրությունների տարածքի մեջ անօրինական, նույնը արել է Ալիևը։ Բայց հասկանում որ դա չի աշխատելու։ Հայաստանը պիտի հրաժարվի։ Դրա տիտղոսից, որտեղ տիտղոսը Հայաստանից խլել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, որն էլ հիմա մեջ Կեմերովայի հայկական համանքի ջանքերի շնորհիվ վիճարկում է միջազգային դատարանում։ Այո, իսկ հիմա կերները աշխատում են կոնկրետ փաթեթը վերջնական տեսքի բերելու վրա։ Հազարավոր կիլոմետրների վրա։ Մենք ինչ ենք ուզում, ուզում ենք, որ սա հաղթի, հարգելի սփյուռք, հարգելի, չգիտեմ, գործընկերներ։ Մեր ուզածը դա է։ Ես դրամալ վարկյան անգամ ուզում եմ, վարկյան ժամ առաջ եմ ուզում, որ մենք այս կազմակերպությունը կարողանանք գրանցել ու սկսի այն աշխատել։ Ինքնաճանաչում շարժումը։ Իդեպ, այսօր մենք Արցունը մենք ունենք արդեն 11 ավականու անդամ, մեզ միացել Գյորգի Յազարյանը, տեխնիկական գիտությունների տեխնացու, որի մապում է Մոսկվա։ Գիտնական Գավառից, ծննդով Գավառից։ Եվ ցուցակը ավելանալու է նոր հետաքրքիր դեմքերով։ Ժամ առաջ ուզում եմ եք ուղղակի սկսած լինենք, որպեսզի կարողանանք անել այն ինչ որ այդ կազմակերպությունները ծախսելով հարյուրավոր միլիոններ չեն արել։ Չեն արել, ասել են, այ տենաս այսօր Բայդենը կամ մեկը կասի ցեղասպանություն թե չէ։ Ասիկա ամբողջ տարին ոչ մի բան չեն արել, որ այդ օրվան են սպասել։ Այս անգամ էլ չեղավ։ Լոտո է, լրիվ լոտո է, էլի։ Միշտեր նույնպես եմ ասում, ամենակարևոր բանը չի արվել։ Ամենակարևոր բանը։ Դու կարողանաս հայ դատը կոնգրեսում լսումներ անես, դու այդ հնարավորությունները ունես, ու դու չես կարողանում մի հատ դիմում գրել քո գերագույն դատարանին, հաստա Սարգսյան, այս իրավական ուժ ունի քո երկրի նախագահը, քո երկրի մեծ կնիկը դրել է այս թղթի վրա։ Մի հատ կասես դա ինչ է նշանակում, մի հատ դիմում տաս։
եզրակացություն ստանաս, որ մենք էլ կամ դրանից հրաժարվենք, գնանք սերվերի հետևից, կամ չգիտեմ ազգերի լիգայի հետևից, կամ էլ ասենք ախպեր ջան, սպասի, այս հարցը պատերազմով է լուծում, մոծորական բան չի լուծում։ Մենք որ մեր անելիք իմանանք, ինչի չի արված միջև։ Ախ, գիտեք խնդիրը որն է, որ ես գիտեմ, որ այս մասին անդադ խոսացվել է, ես առաջին մարդը չեմ, որ ես խոսում եմ, իրանց ներսում է խոսացվել, իրանք շատ լավ գիտեն այս ծրագրի մասին, այս հնարավորությունների մասին շատ լավ գիտեն, միշտ խոսացվել է, բայց ինչի չի արվել։ Ով այդ անտեսանելի ձեռքը, որ բոլոր տեղեր փակել է բոլոր խողովակները, հանկարծ մեկ այս հարցերը չմցնի միջազգային մասշտաբների, թողեք մենք մեր տնավարի թուրքերի հետ լուծենք, հա։ Կարամ ենթադրեմ, թուրքական լոբինգ, որ իրականացվել է հրեաների ձեռքով, բա մեր շահ։ Մենք այս եւ այլ թեմաների մասին մենք խոսանք սեպտեմբերի 19-ին 2007-ին Լոս Անջելեսում։ Եվ այն ինչ որ չի արվել, ինչի մասին ես խոսացես կան, պիտի անենք մենք։ Սա ժամանակ է տանելու, մեծ ռեսուրսներ է տանելու, չգիտեմ, ես արդեն չգիտեմ քանի մասի կիսենք, բայց պիտի արվի։ Եթե ուզում ենք մեր երկիրը կռաչներից փրկենք, ուրեմն պետք է անենք։ Ուրիշ տարբերակ չկա, սրանք ուտելու են ամեն ինչ, քանդելու են, սրանց նպատակն է կտոր, ասենք սալամի նման մեր երկիրը վերացնել։ Կամ մենք, կամ անում ենք մենք, կամ սա չի լինում, որովհետև այն կառույցները, որ պիտի անեին առ այսօր, իրանք չեն արել։ Ու սա փաստ է, սա մեղադրական էլ է, բայց սա փաստ է, թե ինչի չեն արել, արդեն գիտեք ինչ։ Իմ նման հասարակ մարդուն այդքան հետաքրքիր ինչի չեք արել։ Որովհետև միշտ կարելի է ամեն ինչին արդարացում գտել, թե ինչի չեն կարել։ Ափսոս շատ խոսացինք, ես մահվան այս սոսկալի դեպքի մասին ես չեմ կարող չխոսալ։ Այսօր հերթական զինվորն է սպանել, 34-րդ զինվորն է սպանվել այսօր 3 երեխայի հայր եւ կինն էլ հղի է 4-ով։ Կասում եք Սիսիանի զորամասից մեկում մահացած են գտել։ Ու խայտարակությունը գիտեք որն է, ախր Արմենին հիշում եք, չէ՞ ոնց սպանեցին։ Արա ասում էր Նիկոլին հանեք, մարդ չմեռնի էլ, որ հող չտանք էլ։ 21 թվականին։ Ստոն սպան։ Ու չենք լսում այս տողը։ Այս դատարանը թույնս են գնաց։ Մեզ տականքին լսեք ինչ է ասում։ Սա մարդակեր է, մարդակեր։ Գրել է, որ այսօր էլի եւս մեկ զոհ կա։ Սրա մասով ինչ կասեք։ Սա կպարզաբանեք։ Ուր եք։ Չէ, գնում է։ Ահա։ Ես զոհի մասին հիմա տեղյակ չեմ։ Ասին 37 տարեկան մարդը ինքնասպանություն է գործ։ Այս զոհի մասին տեղյակ չի։ 33 մարդ արդեն սպանվել է, վերջինը 3 են սպանել վերջինին։ 3։ Դրանից 2 օր առաջ հակագազներով այդ տականքներ, երեխեքին հանել կանացել էիք ճանապարհի վրա, ձեր վարորդական իրավունք չունեցող բաններ, պայմանագրերներ խփեց 7 երեխու տպեց ավտոյի տակ։ Ես ասում եմ, ես վերջինի մասին չեմ մասի, իսկ մնացածի մասին գիտեի 33-ի։ Դուք հասկանում եք, որ սրանք ամեն օր մարդ են սպանում։ Ամեն օր համարը 34 հոգի։ Ու ասում են 37 տարեկան տղա է, որը 4 երեխա ունի, մեկն էլ պետք է ցանկի։ Ինչ դա սպան է եղել։ Ոչ մի պարագայում սա չի եղասում, գիտեք ինչի։ Նիկոլին սա պետք է ամեն գնով։ Հաց ունենա բանակի վրա էլ, սպանվողների վրա էլ, ով ինչի համար է սպանվում։ Ես արդեն չեմ հավատում, որ սրանք պատահական են սպանվում այս երեխեք։ Դել բանակում հենց նոր հրապարակն է գրել։ Պարզեմ ճամբարակի մասով այդ քննությունը։ Չէ, ոչ ոք չգիտի։ Իսկ գլխավոր շտաբի պետը գիտեք ինչ է այդ արել։ Անասունը։ Գիտեք ով է գլխավոր շտաբի պետը։ Սա։ Եկ դու պաշտոնյան պաշտոնյա եք զինվորական։ Ես ուզում եմ հարցնել ձեզ, ինչպես ստացվեց, որ դուք Պարոն Ասյան, դուք արցախցի եք, դուք պաշտոնյան պաշտոնյա եք զինվորական։ Ես ուզում եմ հարցնել ձեզ, ինչպես ստացվեց, որ դուք չզոհվեցիք, եկաք Հայաստան եւ Բարձրաստիճան պաշտոնյաից զբաղեցիք։ Ես առաջարկում եմ, որպեսզի այսուհետև
ոչ ինձ, ոչ մյուսներին, ոչ գյումրեցուն, ոչ Գնա վարչապետի տետի ասա, թափոն, պատկերացնում եք այս տականքին, ես առաջարկում եմ, գնա վարչապետիդ ասա, ու սա ինչա որոշը, ինչ որոշում ա կայացել։ Արտուր Այվազյանն ա գնում, ասա, դուք լրիվ խափնվել եք, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս շտաբի պետի հրամանով այսօրվանից մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահ զինվորը ժամապահի վերակարգի ժամանակ իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց մարտական փամփուշտների։ Այսինքն կարա գնա քնի տունը նաև, էլ ինչի է գնում այնտեղ։ Մենք թողեցինք, մենք թողեցինք։ Եթե մենք սենց չէինք, այս սանցից չէինք մենք ոնց կարենք մեր ապագան սրանց վստահենք։ Եթե մենք սենց չենք, մենք ոնց կարենք մեր ապագան սրանց վստահենք։ Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանար լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտ։ Ես անց ընտրողներին ոչի բար չեմ ուզում ասել ժողովուրդ ջան, անկեղծ։ Այնքան բան կար, որ ուզում էի խոսեի ձեզ հետ, բայց վերջում սա եմ ուզում ցույց տալ։ Այս տեսնում եք։ Սա Բայազետի ամրոցն է։ Ռաֆուխենտն էլ ասանով սկսում։ Բայազետի ամրոցի շուրջը կռիվների նկարագրությունից։ Թշնամիները դարերով չեն կարողացել գրավել սա։ Կարևոր ճանապարհի վրա, կարևոր կառույց։ Միշտ հայերի տիրապետության տակ։ Հələ տեսեք որտեղ է կառուցված սա։ Մենք ինչքան պետք է ասենք կորցնելով, հետ նայելով, ողբանք մեր ունեցած չնեցածի վրա։ Ես չգիտեմ ուղղակի ինչքան էլի, որտեղ է այդ լիմիտը, որից հետո արդեն կարելի է սթափվել էլի։ Ինչքան կարելի է ասենց։ Գրանցեք շարժման։ Լինքը կա ներքև։ Գրանցվեք, որպեսզի կարողանանք այս կանգնեցնել։ Ես հույս չունեմ այդ մնացած կառույցներից, ես չունեմ ոչ ընդդիմությունից, այն խորհրդարանում նստած են, Նիկոլի կողքը, պարտապար, դրանք ոչի բան չեն անելու։ Ցույց տվեցի, չէ՞, գեղեցիկ հարաբերությունները։ Ես չունեմ հույս առանձնապես սփյուռքային կառույցներից, որոնք գիտեին ինչ պետք է անեն, խոսակցությունը միշտ եղել է, բայց միջև մա չեն արել։ Չունեմ։ Դա Աստված անեն, որովհետև իրենք կարող են արագ անել։ Արագ, արագ արդյունավետ, որտեղ ունեն եւ ռեսուրսներ, եւ մասնագիտական ռեսուրսներ, եւ հեղինակություն, եւ արդեն կապեր, ամեն ինչ ունեն։ Կարան անեն, շատ ավելի էֆեկտիվ, քան հնարավոր է պատկերացնել։ Չեն արել։ Ոչ չեմ էլ ավարտում որ կանք։ Մենք պիտի անենք։ Իրար հետ։ Մեր առաջի հանդիպումը կլինի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։ Հոկտեմբերի կեսին կլինի մեր հանդիպումը Վաշինգտոնում, ես օրը կասեմ։ Նոյեմբերին ամենան հավանականությամբ Եվրոպայում։ Ես կաշխատեմ այդ ընթացքում նաև Տորոնտո, Նյու Յորք, տեսնեմ գրաֆիկները ոնց է ստացվում։ Այդ կանենք։ Հակառակ դեպքում այսպես մեր ամբողջ կյանքը մեր երկրին նայելու ենք ինտերնետով։ Մեր երեխեքը մեզ չեն ներելու։ Դու ճիշտ կանեմ։ Էլ ոչ ման չեմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, բավական երբեք նայեցինք։ Տարածեք, օգնեք ալիքին, մեր գործը ծանր է։
տարածեք, որովհետև եթե մարդը ինֆորմացված չի, մեծ է հավանականությունը, որ նա կարա սխալ ընտրություն կատարի եւ մտածի Նիկոլի ցենքում աշխարհ չկա։ Իրոք։ Այսօր մոմենեսքան ամնացել։